Фамилия, имя, отчество, в камеру смотрим. Ахмедов Натик Айданович. Число, месяц, год рождения. 73-го. Число. Громче говорите. Июль, 21 июля. Где родились? На Азербайджан. Республика, Баку, город. Баку. Город Баку. В Москве где проживаете? В камеру смотрим, Вот пожалуйста. здесь. Где здесь? Надо родственников, друзья. У родственников здесь. Вы являетесь вором законе? Да, я камеру. вор. Вор в законе. Да, я Уголовная вор. кличка есть, погодите. Нет, Как вас называют? Натик. Натик, да? Ողջույն սիրելի ունկնդի, այսօր մեր ուշադրության կենտրոնում հետխորհրդային կազմակերպված հանցավորությունն է եւ դրա ամենավառ ներկայացուցիչներից մեկը Ռովշան Ջանիևը, կամ ինչպես շատերն են նրան հիշում, Ռովշան Լենկորանսկին։ Քո ձեռքի տակ ուրեմն աղբյուրները բազմազան են, բավականին լայն սպեկտր է։ Մեր նպատակն այս ամբողջ տեղեկատվության միջից դե փորձել հասկանալ, ով էր այս մարդը իրականում, ինչու էին բռնկվում օրենքով գողերի միջև այդ դաժան հաճախ կինո հիշեցնող պատերազմները։ Եվ ի վերջո ինչ է մեզ պատմում հենց նրա պատմությունը այս աղբյուրների լույսի ներքո։ Սա չի լինի գիտեք 4 թվարկում։ Փորձելու ենք զրույցի միջոցով բացահայտել մի երևույթի խորքերը։ Դե ինչ, արի սկսենք։ Ով էր այս Ռովշան Ջանիևը, որի անունն այդքան հաճախ է հայտնվում քրեական քրոնիկաներում։ Ըստ աղբյուրների նա ծնվել է 1975 թվականին ադրբեջանական ԽՍՀ Լենկորան քաղաքում։ Ու մի հետաքրքիր մանրամասն, նա ազգությամբ թալիշ էր։ Սա կարևոր է պահենք մտքում, քանի որ ինչպես կտեսնենք, էթնիկ պատկանելությունը կարևոր դեր է խաղալում նրա հետագա գործունեության մեջ։ Եվ ահա առաջին դրամատիկ հակադրությունը։ Նրա հայրը Ռաֆիկ Ջանիևը ոստիկան էր։ Այո, ոստիկան։ Պատկերացնում եք, ապագա հանցավոր պարագլուխը մեծանում է իրավապահի ընտանիքում։ Բայց այս հակադրությունը ողբերգական շրջադարձ է ստանում 1992-ին։ Այդ տարի, երբ Ռովշանը դեռ 17 տարեկան էր, հորը սպանում են։ Աղբյուրները, օրինակ Մեդուզան, նշում են սպանությունն իրականացնում են տեղի հանցավոր խմբավորման անդամները։ Դե ինչ պետք է զգար պատանին, չէ՞։ Անշուշտ։ Հայրը, օրենքի պաշտպանը, սպանվում է հենց այն մարդկանց կողմից, ում դեմ պայքարում էր։ Սա կարծես թե բեկումնային պահ է դառնում նրա համար։ Այո, բեկումնային, եւ վրեժը երկար չի սպասեցնում։ 1996 թվական հորը սպանողը Ոմն Ռովշան Գուլիև, այո, անունները նույնն են, դատարանի առաջ է։ Եվ ահա դահլիճում ըստ Մեդուզայի, երբ մարդասպանը սպառնում է հաշվեհարդար տեսնել Ջանիևի մնացած հարազատների հետ, Հենց դատարանի դահլիճում հենց դատարանի դահլիճում 21-ամյա Ռովշանը հանում է ատրճանակը եւ տեղում գնդակահարում նրան։ Սա ուղղակի անհավանական տեսարան է, չէ՞։ իսկապես շատ կինեմատոգրաֆիկ է նույնիսկ։ Արանը։ Հաշվի առնելով նրա հոգեկան վիճակը, զղջումը, նրան դատապարտվում է ընդամենը 2 տարվա ազատազրկման։ 2 տարի սպանության համար դատարանի դահլիճում։ Այո, այս դրվագը ոչ միայն ցույց է տալիս նրա բնավորությունը, այլև կարճես կանխորոշում է հետագա ուղին, բռնություն, վրեժ եւ օրենքի հետ, այսպես ասած, խաղեր։ Բանտից դուրս գալուց հետո, ըստ երևույթին, նա արդեն վերջնականապես ընտրում է իր ճանապարհը։ 2000-ին Բաքվի զբոսայգում կրակում ու ծանր վիրավորում է մեկ այլ հայտնի օրենքով գոհի Քարամաթ Մամեդովին։ Այս անգամ արդեն օրենքով գոհի։ Այո, արդեն այդ մակարդակի, բայց այս անգամ նրան բռնում են տեղում եւ դե դաժանծեցի ենթարկում, ինչի հետևանքով ըստ Մեդուզայի եւ Վիկիպեդիայի ստանում է գանգուղեղային վնասվածք ու հոգեկան խանգարում։ Կրկին այդ հոգեկան խանգարումը։ Կրկին, եւ դա նորից օգնում է նրան խուսափել երկարաժամկետ բանտարկությունից, ուղարկում են հարկադիր բուժման, բայց այնտեղից նա փախչում է ու տեղափոխվում Ռուսաստան։ Մի խոսքով, մի ամբողջ պատմություն բռնության եւ օրենքից անընդհատ սողոսկելու մասին։ Այո, եւ հենց Ռուսաստանում էլ նա, կարելի ասել, վերածվում է այն ֆիգուրի, որին մենք այսօր քննարկում ենք։ Բայց միջ այդ մի պահ կանգ առնենք ու հասկանանք, ինչ է իրենից ներկայացնում օրենքով գող հասկացությունը, որն այդքան հաճախ է հանդիպում ձեր աղբյուրներում։ Լավ կլիներ, այո։ Սա պարզապես հանցագործ չէ։ Սա դե հետխորհրդային տարածքի շատ յուրահատուկ ֆենոմենն է։ Սա հանցավոր աշխարհի էլիտան է, բարձրագույն կաստան։ Նրանք ունեն իրենց չգրված կանոնները, պանյատյաները, իրենց ծեսերը, իրենց հիերարխիան։
Օրենքով գողերը հաճախ հանդես են գալիս որպես դատավորներ քրեական միջավայրում, վերահսկում են ընդհանուր գանձարանը, օփշակը, լուծում են վեճերը, եւ նրանց կարգավիճակը տրվում է հատուկ արարողությամբ, թագադրմամբ։ Ահա, սա ինչ-որ տիդղոս է հանցավոր աշխարհում։ Ճիշտ այդպես, եւ ահա ըստ ձեր տրամադրած Վիկիպեդիայի, Մեդուզայի եւ CLT-Gorod.ru-ի, Ռովշան Ջանիևը թագադրվում է հենց Մոսկվայում 2001 թվականին։ Նրա կնքահայրերն են լինում երկու այլ ազդեցիկ գործիչներ։ Մեկը ադրբեջանցի, նույնպես Թալիշ, Միրսեյմուր Աբդուլլայևը, Միրսեյմուր մականունով։ Ահա, նորից թալիշական գործոնը։ Այո, եւ մյուսը Չեչեն, Արտիկ Դաբչայևը, Արտիկ։ Հետաքրքիր է, որ ճակատագրի հեգնանքով երկուսն էլ շատ շուտով 2003-ին սպանվում են։ Սա ցույց է տալիս, թե որքան վտանգավոր ու անկայուն էր այդ միջավայրը։ Ջանիևի բուն վերելքը սկսվում է 2000-ականների կեսերից։ Ձեր աղբյուրները նշում են մի օրինաչափություն։ Մի շարք մրցակից ադրբեջանցի հեղինակությունների, օրինակ Հիկմետ Մուխտարովի, Չինգիզ Ախունդովի սպանություններից հետո։ Եվ ուրիշների ձերբակալություններից հետո, ինչպես Բախիշ Ալիևը, Վագիֆ Սուլեյմանովը։ Ճիշտ է։ Այդ ամենից հետո, մոտավորապես 2006 թվականից, Ջանիևի ճանապարհը կարծես մաքրվում է։ Նա դառնում է Մոսկվայում ադրբեջանական բիզնեսի հիմնական տանիքը։ Տանիք կամ Քրիշա։ Եվս մեկ կարևոր հասկացություն։ Այո, այսինքն պաշտպանություն, հովանավորություն։ Հանցավոր խմբավորումները սա տրամադրում են գործարարներին, դե իհարկե դրա դիմաց իրենց բաժինը ստանալով, եւ այստեղ հիշում եք նշեցինք Ջանիևի թալիշական ծագումը։ Հա, հիշում եմ։ Վիկիպեդիան հղում անելով Նովայա գազետային նշում է, որ նրա շրջապատի հիմքը հենց թալիշներն էին։ Սա ամրացնում էր նրա դիրքերը Զեմլյաչեստվայի սկզբունքով, այսինքն հիմնվելով հայրենակցական կապերի վրա։ Սա կարևոր միտք է, որը բխում է ձեր աղբյուրներից։ Այս աշխարհում էթնիկ կապերը ոչ միայն մշակութային, այլև հզորության կառուցման դե իրական գործիք են։ Շատ հետաքրքիր է։ Իսկ կոնկրետ ինչի վրա էր հիմնված նրա հզորությունը։ Գրեթե բոլոր աղբյուրները մատնանշում են մի առաջին հայացքից գուցե զարմանալի, բայց շատ եկամտաբեր ոլորտ՝ մրգի եւ բանջարեղենի շուկաների վերահսկողությունը։ Բանջարեղենի արքա։ Հենց այդպես էլ անվանում էին բանջարեղենի արքա։ Սկզբում դա Մոսկվայի հսկայական Չերկիզովյան շուկան էր։ Հետո երբ այն փակվեց, այլ մեծածախ շուկաներ Ռուսաստանով մեկ։ TLT Gorod.ru-ն հղում անելով Լենտարուին մի օրինակ է բերում։ Միայն Եկատերինբուրգի շուկաներից նրա տարեկան եկամուտը հասնում էր տասնյակ միլիոնավոր ռուբլիների։ Տասնյակ միլիոններ։ Միայն մեկ քաղաքից։ Այո։ Սա ցույց է տալիս մի զարմանալի իրողություն, որը ձեր աղբյուրներն ընդգծում են։ Հսկայական հանցավոր կայսերություններ կարող են կառուցվել ամենօրյա, նույնիսկ մի քիչ ձանձրալի թվացող բիզնեսների վերահսկողության վրա։ Եվ հենց այս վերահսկողության համար պայքարն էլ դե դառնում է հետագա արյունալի դրամաների հիմնական շարժիչ ուժը։ Հենց այդ բանջարեղենային կայսրության համար պայքարն էլ, ինչպես երևում է, Ջանիևին բախման մեջ է դնում հետխորհրդային քրեական աշխարհի իրական լեգենդի Ասլան Ուսոյանի, նույն ինքը Դեդ Հասանի հետ։ Սա պարզապես երկու հանցագործի վեճ չէր, չէ՞։ Սա տիտանների բախում էր, կարելի ասել։ Անկասկած։ Աղբյուրները Մեդուզա, Հակինդանազ, Վիկիպեդիա գրեթե միաբերան նշում են հիմքում ռեսուրսների համար պայքարներ, հատկապես Չերկիզովյան շուկայի փակումից հետո, երբ բոլորը փորձում էին վերաբաժանել ազդեցության գոտիները։ Եվ մի կարևոր նրբություն. Ջանիևը Ուսոյանի հզոր քլանի մաս չէր կազմում։ Նա ինքնուրույն խաղացող էր, որը մարտահրավեր էր նետում հաստատված քարքերին։ Այստեղ պետք է մի փոքր հասկանալ այս կլանային կառուցվածքը։ Դեդ Հասանը համարվում էր ամենաազդեցիկ օրենքով ղողերից մեկը, եթե ոչ ամենաազդեցիկը։ Նրա կլանը հսկայական էր։ Իսկ նրա գլխավոր մրցակիցներն էին այսպես կոչված քութայիսցիները՝ Տարիել Օնյանի, Տարո գլխավորությամբ։ Ջանիևը դե չլինելով Ուսոյանի մարդը բնականաբար սկսում է մտերմանալ նրա թշնամիների հետ։ Տարոյի, ինչպես նաև Սուխումցիների կլանի առաջնորդ Մերաբ Ջանգվելաձեի, Սուխումսկի եւ Ջեմալ Միքելաձեի Ջեմո հետ։ Սա ցույց է տալիս, որ այս պատրաստները ոչ թե պարզապես անձնական թշնամանք էին, այլ ռազմավարական դաշինքներ էին կնքվում հանուն ազդեցության եւ իհարկե փողի։ Լրիվ աշխարհաքաղաքական խաղեր են հիշեցնում, բայց քրեական մակարդակով։ Դե ինչ որ չափով, այո։ Եվ իրավիճակը կտրուկ սրվում է 2010-ին։ Սեպտեմբերին Մոսկվայում մահափորձ է կատարվում հենց Դեդ Հասանի դեմ։ Նա ծանր վիրավորվում է, բայց ողջ է մնում։
Եվ հարց է առաջանում, ով էր կանգնած դրա հետևում։ Ահա, այստեղ էլ ըստ ձեր աղբյուրների առաջին պլան է մղվում հենց Ռովշան Ջանիևի անունը։ Մեդուզան, Վիկիպեդիան դա նշում են։ Այո, ասում են, հենց ինքը Դեդհասանն է մեղադրել նրան։ Իսկ ինչ էր անում Ջանիևը հենց մահափորձի օրը։ Հետաքրքիր զուգադիպությամբ նրան ձերբակալում են Կիևում։ Կիևում։ Շատ կասկածելի զուգադիպություն է, չէ՞։ Ոմանք սա դիտարկեցին որպես ալիբի ստեղծելու փորձ։ Դե հնարավոր է։ Իհարկե կային եւ այլ կասկածյալներ, բայց Ջանիևի անունը շատ ամուր կապվեց այս պատմության հետ։ Այս դեպքից հետո արդեն սկսվում է, կարելի ասել, բացահայտ պատերազմ։ Սպանվում է Ջանիևի մտերիմներից Վագիվ Տուկանովը։ Իսկ 2012-ի ապրիլին սպանվում է Դեդհասանի ուժային բլոկի ղեկավարը Իլգար Ջաբրայիլովը, Դանաբաշը։ Հակին Ազեև Վիկիպեդիան նշում են, որ նա պատասխանատու էր հենց ադրբեջանական ուղղության եւ Ուսոյանի անվտանգության համար։ Սա արդեն ուղակի հարված էր, շատ լուրջ մարտահրավ էր։ Իսկ ինչ է անում Ուսոյանի կլանը։ Ի պատասխան նրանք գործի են դնում հանցավոր աշխարհի յուրահատուկ զենքերից մեկը՝ Մալիավան։ Սա գրավոր ուղերձ է, որը տարածվում է քրեական հեղինակությունների շրջանում եւ բանտերում եւ ազատության մեջ։ Այսինքն հրաման, հայտարարություն։ Այո, հայտարարություն կամ որոշում։ 2012-ին ըստ Մեդուզայի եւ Վիկիպեդիայի ավելի քան 30 օրենքով գող ստորագրում են մի Մալիավա, որով Ռովշան Ջանիևին զրկում են օրենքով գողի կարգավիճակից։ Այսինքն հթագազրկում են։ Սա շատ լուրջ հարված էր նրա հեղինակությանը։ Բայց նա չի ընկրկում։ Ոչ, Ջանիևը եւ իր կողմնակիցները չեն ընկրկում։ Նրանք գտնում են այդ Մալիավայի հեղինակներից մեկին Բախի Շալիևին, Վախո, եւ դե դաժան ծեծի ենթարկելով ստիպում են հրաժարվել իր ստորագրությունից։ Սա ցույց էր տալիս, որ Ջանիևին այդքան հեշտ չէր կոտրել։ Հզոր պատասխան էր, եւ այս դիմակայության դրամատիկ գագաթնակետը դառնում է 2013 թվականի հունվարի 16-ը։ Մոսկվայի կենտրոնում ռեստորանից դուրս գալիս սնայպերի կրակոցից սպանվում է Դեդհասանը։ Լեգենդար Դեդհասանը։ Այո, սա ցնցում է ամբողջ հետխորհրդային քրեական աշխարհը։ Եվ կրկին գլխավոր կասկածյալների շարքում առաջիններից մեկը, ում անունը տալիս են ձեր աղբյուրները՝ Մեդուզա, Հակին Նազատ, Տելետե Գորոդ։ Հենց Ռովշան Ջանիևն է։ Հնարավոր է իր դաշնակիցների Տարոյի եւ Մերաբ Ջանգվելաձեի հետ համատեղ։ Մեդուզան նույնիսկ խիշատակում է մի ենթադրյալ գնդակահարման ցուցակի մասին, որը ըստ լուրերի կազմել էին Ուսոյանի վրեժխնդիր կողմնակիցները եւ որտեղ Ջանիևի անունն առաջինն էր։ Թեև Ջանիևի եղբայրը հերքում էր նրա մասնակցությունը, բայց դե ստվերն արդեն ընկել էր։ Բայց պետք է նշել, որ Դեդհասանը Ջանիևի միակ հզոր թշնամին չէր։ Կար մեկ այլ, ոչ պակաս անողոք պատերազմ, որը նա մղում էր իր հայրենակցի Նադիր Սալիֆովի, նույն ինքը Լոտուգուլիի դեմ։ Եվս մեկ հայտնի անուն։ Այո, շատ հայտնի։ Այս պատերազմի մի դրվագ մանրամասն նկարագրված է ձեր տրամադրած Սպուտնիկ Արմենիայի նյութում։ 2017-ին Թբիլիսիում գնդակահարում են Էլշան Մամեդովին։ Սա Գուլիի շատ մտերիմ մարդն էր, կարելի ասել նրա պատժիչ բռունցքը։ Մամեդովը հայտնի էր իր դաժանությամբ։ Սպուտնիկը նշում է, որ մի անգամ նա նույնիսկ գործարարի վրա բենզին էր լցրել ու այրել, ինչ որ հարց լուծելու համար։ Սարսափելի է։ Վրացի քննիչները եզրակացրել էին, որ սա Գուլիի եւ Ջանիևի կլանների միջև հենց այդ մրգի ու բանջարեղենի շուկաների համար մղվող պատերազմի շարունակությունն էր։ Կար նաեւ վարկած, որ սա Ջանիևի զարմիկի Զաուր Ախմեդովի վրեժն էր հենց Ռովշանի սպանության համար, որը տեղի էր ունեցել դրանից 1 տարի առաջ, 2016-ին։ Այսինքն կարծում էին, որ Գուլին ու Մամեդովը կապ ունեին Ջանիևի սպանության հետ։ Դե այդպիսի վարկած կար։ Եվ այս պատմությունը, ինչպես նշեցիք, անսպասելի իրավական շարունակություն է ունենում Ռուսաստանում։ Այո, շատ հետաքրքիր շարունակություն։ Թեև սպանությունը տեղի էր ունեցել Վրաստանում, ռուս իրավապահները ձերբակալում են երկու անձանց՝ Էմին Ահմեդովին, Ջանիևի ազգական, եւ Իստենդեր Գուսեյնովին, Մամեդովի սպանության կասկածանքով։ Իսկ պատճառը Սպանված Մամեդովը ՌԴ քաղաքացի էր։ Ճիշտ այդպես։ Եվ ինչպես նշում է Սպուտնիկը, սա դառնում է կարևոր նախադեպ։ Ռուսաստանն առաջին անգամ դատում է մարդկանց երկրի սահմաններից դուրս կատարված սպանության համար։ Ի վերջո նրանք դատապարտվում են 15 տարվա ազատազրկման։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է այս պատերազմների անդրսահմանային բնույթն ու իրավական խճճվածությունը։ Այսինքն աշխարհագրությունը սահմաններ չէր ճանաչում։ Բացարձակապես։ Եվ կարևոր է հիշատակել նաև այլ թշնամիներին, թեկուզ հպանցիկ, որոնց մասին ձեր աղբյուրները
աղբյուրները խոսում են։ Մեդուզան եւ Տելետե Որոդրուն նշում են Ալիբալա Համիդովին, Լոտու Գոջա։ Սա այն մարդն էր, ով մասնակցել էր Ջանիևի թագազրկմանը։ Եվ հետագայում նա սպանվեց Ստամբուլում, հնարավոր է հենց Ջանիևի մարդկանց կողմից։ Վրեժը, տեսնում եք, շարունակվում էր։ Իսկ Armenian Report-ը առաջ է քաշում մեկ այլ վարկած՝ Ջանիևի սպանության անմիջական պատճառի մասին։ Այո, նրանք հղում անելով ռուս քննիչներին պնդում են, որ պատճառը եղել է մեկ այլ կանաչեղենի արքայի Ջամբուլատ Շամիլօղլու սպանությունը Մոսկվայում 2016-ի գարնանը, որի հետևում իբր կանգնած էր Ջանիևը։ Այսինքն թշնամիների ցանկը, ինչպես երևում է ձեր աղբյուրներից, չափազանց երկար էր։ Եվ այս անվերջ պատերազմների ու հետապնդումների մեջ Ջանիևը փաստորեն վարում էր միջազգային փախստականի կյանք։ Նրան բազմիցս ձերբակալել են, հատկապես Ուկրաինայում, Բայց միշտ կարողանում էր դուրս պրծնել։ այո։ Վիկիպեդիան նշում է, որ նա նույնիսկ Ուկրաինայում փախստականի կարգավիճակ էր ստացել, անընդհատ օգտագործում էր կեղծ անձնագրեր։ Նրա դեմ էին մահափորձեր լինում, չէ՞։ Այո, 2012-ին Դուբայում դանակահարում են։ Նույն թվականին եւս մեկ մահափորձ։ Նույնիսկ նրա մահվան մասին կեղծ լուր տարածվեց 2013-ին Դեդ Հասանի սպանությունից հետո։ Իսկ միևնույն ժամանակ նրա ստվերային բիզնես կայսերությունը ըստ TLT Gorud Ru Lenta Rui շարունակում էր ընդլայնվել՝ պահեստներ Գերմանիայում, հյուրանոցներ Իտալիայում, առանձնատներ Եվրոպայում։ Սա ցույց է տալիս, որ նա շարքային գանգստեր չէր, նա միջազգային մակարդակի ստվերային գործարար էր։ Հենց այդպես։ Սակայն որքան էլ նա զգույշ լիներ, որքան էլ փորձեր թաքնվել, այդքան թշնամիներ ունենալով անվտանգ մնալը գրեթե անհնար էր։ Վերջը եկավ։ 2016 թվականի օգոստոսի 18-ի գիշերը Ստամբուլի կենտրոնում Բեշիկթաշ թաղամասում։ Շատ կենտրոնական վայր է։ Այո, այդ երեկո, ինչպես նշում են ձեր աղբյուրները, Մեդուզա, TLT Gorud, FLB, Ջանիևը հանդիպում էր ունեցել այլ քրեական գործիչների հետ։ Նշվում են Ծղիպայի եւ Մատևիչի անունները։ Հանդիպում եղել է Ստամբուլյան հյուրանոցներից մեկում։ Հանդիպումից հետո է տեղի ունեցել սպանությունը։ Այո, հենց հանդիպումից հետո, երբ նա իր վարորդի հետ, որը նաև նրա համադասարանցիները աղբյուրների, նստել էր իր Range Rover ամենագնացը, նրանց դարանակալում են։ Դարանակալում։ Ավտոմատ զենքերից հնարավոր է ուզի տիպի կրակ են բացում մեքենայի վրա։ Վարորդը տեղում մահանում է, Ջանիևը ծանր վիրավոր, աղբյուրները նշում են 5 փամփուշտ, մեկը աչքին, Սարսափելի է։ մահանում է հիվանդանոցում, վիրահատական սեղանին, եւ նրա մոտ գտնված անձնագիրը Ռովշան Ալիև անունով էր, կրկին կեղծ փաստաթղթեր։ Մինչև վերջ։ Իսկ ով էր պատվիրատուն։ Սա երևի ամենակարևոր հարցն է։ Ահա այստեղ ձեր աղբյուրները մի քանի տարբեր վարկածներ են առաջ քաշում, ինչը դե ցույց է տալիս իրավիճակի խճճվածությունը։ Մեդուզան եւ Հակին Ազը շեշտում են Դեդ Հասանի սպանության համար վրեժ խնդրությունը։ Ամենատրամաբանական թվացող վարկածներից մեկը։ Հնարավոր է։ Armenia Report-ը հիշում եք, հղում անելով ռուս քննիչներին պնդում էր, որ պատճառը Ջամբուլատ Շամիլօղլու սպանությունն էր։ Այո։ Սպուտնիկի նյութը մատնացույց է անում Լոտու Գուլիիկլանի հետ հակամարտությունը, հատկապես Թբիլիսիի սպանության ֆոնին։ Մեդուզան նաև նշում է Շաքրոմոլոդոյի ձերբակալությունից հետո սկսված իշխանության վերաբաժանումը, որպես հնարավոր գործոն։ Տելտե Գորոդն էլ հիշատակում էր Պիչուգայի կամ Լոտու Գոջայի հետ հնարավոր հակամարտությունները։ Այնպես որ տեսնում եք, թշնամիները շատ էին, վարկածները նույնպես։ Ամենայն հավանականությամբ, ինչպես հաճախ լինում է նման դեպքերում, ճշմարտությունը մի քանի գործոնների համադրություն է։ Իսկ հուղարկավորությունը դա առանձին պատմություն է։ Ցույց տվեց, թե ինչպիսի հեղինակություն ուներ Ջանիևը հայրենի լենքորանում։ Այո, դա իսկապես տպավորիչ է նկարագրված։ Նրա մարմինը Ստամբուլից տեղափոխվեց մասնավոր ինքնաթիռով։ Մեդուզան եւ FLB-ն նշում են, որ այն պատկանում էր հայտնի ադրբեջանցի գործարար Մուբարիզ Մանսիմովին։ Օդանավակայանում նրան դիմավորում էին հազարավոր, ոմանք ասում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Տասնյակ հազարներ։ Այո, Ալլահու Ակբար եւ Ռովշան բացականչություններով նրան ուղեկցեցին մինչև հոր գերեզմանի կողքին գտնվող վայրը։ Հետագայում նրա գերեզմանին տեղադրվեց շքեղ 5 մետրանոց հուշարձան իր իսկ արձանով։ Սա ցույց է տալիս այն երկակիությունը, որի մասին խոսում էինք։ Մի կողմից միջազգային հանցագործ, քրեական պատերազմների մասնակից, մյուս կողմից հերոս իր փոքր հայրենիքում։ Ճիշտ այդպես։ Եվ ինչ կարևոր մտքեր են քաղում այս ամբողջ պատմությունից հիմնովելով ձեր աղբյուրների վրա։ Առաջին հերթին այս կլանային պատերազմները
մերկացնում են հսկայական ստվերային տնտեսությունների գոյությունը։ Որոնք կառավարվում են անդրասահմանային ցանցերի կողմից։ Այո, Մոսկվա, Կիև, Ստամբուլ, Դուբայ, Եվրոպա, աշխարհագրությունը շատ լայն է, եւ իհարկե ընդգծում են այն ծայրահեղ բռնությունը, որը բնորոշ է այդ աշխարհին։ Երկրորդ կարևոր կետը, ինչպես նշվեց, Ռուսաստանում Էմին Ահմեդովի եւ Իսկենդեր Գուսեյնովի դատավարությունն էր։ Սա ստեղծեց իրավական նախադեպ այլ երկրում կատարված հանցագործության համար քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն։ Երրորդը երևի էթնիկ գործոնը։ Անպայման, էթնիկ ցանցերի Զեմլյաչեստվեի կարևորությունը այս միջավայրում որպես ուժի եւ վստահության հիմք։ Սա շատ պարզ երևաց Ջանիևի օրինակով։ Եվ վերջապես այս պատմությունը ցույց է տալիս, որ այս պատերազմները մեկ մարդու մահով ցավոք չեն ավարտվում։ Մեդուզան նշում է, որ Ջանիևի սպանությունից հետո սպասվում էր հաշվեհարդարների շարունակությունը։ Քանի դեռ գոյություն ունեն այդ ստվերային շուկաները եւ ազդեցության գոտիները, պայքարը դրանց համար շարունակվելու է։ Այսպիսով, սիրելի ումխնդիր ամփոփելով այս բարդ ու անկեղծ ասած դրամատիկ պատմությունը, որը մենք փորձեցինք ներկայացնել քեզ քո իսկ տրամադրած աղբյուրների հիման վրա, կարելի է ասել Ռովշան Ջանիևի կյանքը մի ամբողջ սագա է։ Վրեժխնդրությամբ սկսված, բռնությամբ ու խորամանկությամբ կառուցված բանջարեղենի կայսրություն, անողոք կլանային պատերազմներ եւ կանխատեսելի, բայց ոչ պակաս դրամատիկ ավարտ։ Մի կերպար, որը միաժամանակ վախ էր ներշնչում, հարգանք կունե որոշ շրջանակներում եւ ատելություն, նրա պատմությունը կարծես հետխորհրդային քրեական աշխարհի խտացված արտացոլումն է։ Եվ ինչ է այս ամենը պատմում ձեզ, սիրելի ունկնդիրներ, հետխորհրդային տարածքում կազմակերպված հանցավորության բնույթի մասին։ Այն կարծում եմ ցույց է տալիս էթնիկության, բիզնեսի թեկուս ստվերային եւ բռնության անքակտելի կապը։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են ձևավորվում ու փլուզվում հզոր կլանները։ Եվ իհարկե այն ցույց է տալիս, թե ինչպես են ձեր կողմից տրամադրված այսպիսի աղբյուրները, լրագրողական հետաքննությունները, լուրերը, վերլուծությունները մեզ օգնում կտոր-կտոր հավաքել այս թաքնված փակ աշխարհների պատկերը, թեկուզև երբեմն հակասական ու ոչ լիարժեք։ Եվ վերջում մի հարց ձեր խորհրդատվության համար, որն առաջանում է այս ամբողջ պատմությունից։ Աղբյուրները մանրամասն նկարագրում են, թե ինչպես էին այս հզոր, դաժան մարդիկ մահացու պատերազմներ մղում, եւ հաճախ պայքարում էին այնպիսի թվացial սովորական բաների վերահսկողության համար, ինչպիսիք են մրգի ու բանջարեղենի շուկաները։ Ինչ է սա մեզ իրականում պատմում այն հսկայական թաքնված տնտեսությունների եւ ուժային կառույցների մասին, որոնք գործում են մեր հասարակությունների մակերևույթի տակ, հաճախ անտեսանելի, բայց շատ իրական, նույնիսկ այսօր։ Այս հարցի շուրջ կարելի է երկար մտածել։ Շնորհակալություն, որ միացաք մեզ այս քննարկմանը, հուսով ենք այն օգնես ձեզ ավելի խորը հասկանալու այս բարդ թեման, հիմնվելով ձեր իսկ տրամադրած նյութերի վրա։ Մինչ նոր հանդիպում։